Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Վիեննա, որտեղ հանդիպումներ են նախատեսված Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Ավելի ուշ նախագահը կմասնակցի ընդլայնված կազմով հանդիպմանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Վիեննայում է նաև Իլհամ Ալիևը։ Հայկական կողմը առայժմ չի հաստատում կլինի Սարգսյան-Ալիև հանդիպում թե ոչ, որի մասին միջազգային աղբյուրները խոսում էին դեռ մի քանի օր առաջ։ Ենթադրվում է, որ առանձին հանդիպումների արդյունքով է պայմանավորված երկու նախագահների հանդիպման հնարավորությունը։ Ազգային ժողովն այսօր մերժել է նստաշրջանի օրակարգ ընդունել Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը։ Կողմ է քվեարկել ընդամենը 12 падգամավոր ՀՅԴ-ից եւ Ժառանգությունից։ Մյուս падգամավորները պարզապես չեն մասնակցել քվեարկությանը, պատճառաբանելով, որ Արցախի ճանաչումը այս փուլում կարող է վնասել գործընթացին։ Եթե վստահ լինենք, որ ճանաչելով մենք չենք վտանգելու սահմանին կանգնած զինվորի եւ չենք հրահրելու լայնամասշտաբ արդեն դե յուրե պատերազմական գործողություններ, եկեք այդ քայլը անենք, բայց նման քայլ անելուց առաջ մենք պետք է առաջնորդվենք առաջին հերթին այս պահին մի վնասիր տարբերակով։ Բարգավաճ Հայաստանը այս քվեարկությանը չի մասնակցել։ Մենք երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց նաև հասկանում ենք, որ դա պետք է կատարվի միասնական, միակողմանի չի կարող դա լինել, պետք է այսօր բանակցողները հստակ ասեն, երբ է պահը դա կատարելու։ Մեր խմբակցությունը նման մոտեցում է կցուցաբերի, մենք չենք մասնակցի, եթե չի հետաձգվի այս նախագիծը, եւ ավելի ես պետք է ասեմ, որ այս պահին, քանի որ այնպիսի պատերազմական գործընթացներ չեն, որ ազգային ժողովը նման որոշում կայացնի քննարկելու այս կարևոր հարցը, մենք կարող ենք քվեարկել միայն կողմ նման օրինագծին, բայց այն ժամանակ, երբ որ վստահում ենք, որ մեր կողմ քվեարկելը ոչ թե խանգարում է միջազգային ճանաչմանը Լեռնային Ղարաբաղի, այլ նպաստում է դրան։ Ու քանի որ այս պահին մենք վստահ չենք, որ նման քայլով կնպաստենք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, վստահ ենք, որ հակառակ արդյունքը կտա, ուրեմն մենք նույնպես չենք մասնակցի քվեարկությանը։ Խնդիրը դեռևս գտնվում է իր հասունացման փուլում եւ մենք չպետք է անենք միակողմանի քայլեր, որոնք որ անհարմար իրավիճակի մեջ կդնեն մեզ բոլորիս եւ նաեւ մեր բարեկամներին, մեր գործընկեր պետություններին հնարավորություն չեն տա համապատասխան ձևաչափերի կիրառմամբ եւ խաղաղ կարգավորման լիարժեք տրամաբանության հիմքում բոլորին մասնակից դարձնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։ Գործընկերների պատճառաբանությունները նախագծի հեղինակներին չեն համոզել։ Բագրատյանը կարծում է, քննարկելը հաստատ վնաս չէր տա։ Փոստանջյանն էլ կարծում է, որ նույնիսկ ճանաչման դեպքում Արցախն ավելի վտանգված չէր լինի, քան հիմա է։ Այն, որ մենք ճանաչենք կամ չճանաչենք, դրանով որևիցե կերպ պատերազմական գործողությունները լայնածավալ չեն կանխվելու։ Կարող էին կանխվել, եթե չմտնեինք ԵՏՄ։ Այս պահին դրված է Ադրբեջանի ԵՏՄ-ի անդամակցությունը։ Դրա գինը Արցախյա պատկան հողատարածքների հանձնումն է։ Իրանք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը։ Իշխանության մեջ կոմֆորտ է այդ բանը չանել։ Այդքան բան։ Գուցե չէին ուզում։ Նման քայլերը համարձակություն է բան։ Մենք ասում ենք հարցը քննարկենք, ինչ ենք ասում։ Մենք ասում ենք չէ, չքննարկենք։ Նոր ինչ է քվեարկվում։ Ոչ թե որ ճանաչում ենք, այլ որ քննարկենք թե չէ։ Լավ, պարոն Բագրատյան։ Չքննարկենք, օրական 3 երեխա եմ անում։ Գեներալ Մանվել Գրիգորյանին հարկավոր է հետ կանչել Արցախից։ Սերժ Սարգսյանին նման կոչ է արել Արցախի խորհրդարանի падգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ դաշտային հրամանատար, մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։ Նրա խոսքով օրեր առաջ Մանվել Գրիգորյանը հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է դիրքեր մեկնող զինծառայողներին, որոնք կանգնեցրել էին մեքենան ճանապարհին եւ իրենց իրերն էին դասավորում դիրքեր մեկնելուց առաջ։ Գեներալին բարկացրել է այն, որ տղաների մեքենայի պատճառով իրենց մեքենայի անցնելու տեղը նեղացել է։ Ես գիտեի, որ ինքը գալու էր նկարվի եւ գնա։ Դրա համար ես ասեցի իմ նախորդ ես հայտարարության մեջ ասեցի, որ պետք չեն լիսկաները, մանվելները, մյուս բոլոր նկարվողները։ Լավ, հիմա եկար երկրապահի հետ միասին եկար, հասկանալի է, եկար որ պաշտպանես։ Դու ճանապարհին հանդիպած զինվորներին, ովքեր գնում են դերքը պաշտպանելու, դու ինչու ես հայհոյանք տալիս։
Դու ինչու ես հրամայում, որ քո թիկնապահները ավտոմատով սպառնան այդ մարդկանց։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պաշտպանել է Մանվել Գրիգորյանին, իսկ Վահան Բադասյանին խորհուրդ է տվել զգույշ արտահայտվել Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելիս։ Դուք այս օրերի մեջ ընտրեցիք, որ մի հատ Մանվել Գրիգորյանը մեկի ասելով ում ասում է հայոյանք է տվել։ Բայց էլ ինչ է արել այս օրերին Մանվել Գրիգորյանը։ Հեշտ բան չի արել, որ դրա մասին խոսեք։ Առավոտից իրիկու նրա քննելաժամը օրական 3-ից 4 ժամ է, եւ նա կարգավորում է այդ բոլոր խնդիրները երկրապահների հետ կապված, եւ նա երիտասարդացել է եւ այլևս հիշել է 90-ական թվականները եւ նոքով պայքարում է։ Եվ նման միջադեպ չի կարող եղած լինել։ Պարզապես եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն եւ իմանա թե ում մասն են հայտարարություն անում։ Բանակի հետ կապված մեկ այլ աղմկահարույց պատմություն վաստակավոր արտիստ Արմենչիկի օգնություն բաժանելն էր։ Երգիչը տոպրակներով օգնություն էր բաժանել շարքով իրեն մոտեցող զինծառայողներին ու հրապարակել տեսանյութը, ինչը հասարակությունը գնահատել էր ստորացուցիչ պահվածք զինվորների նկատմամբ։ Այս հարցին նախարարությունը ընթացք է տվել։ Ուսումնասիրել ենք, մանրամասն ձեզ չեմ կարող ներկայացնել, որովհետև էլի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է տեղի ունեցել, այդտեղ որևէ քրեական ինչ որ հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, որի համար հրամանատարությունը համապատասխան զգուշացում է ստացել։ Մայիսի 14-ին Վայոց ձորի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանը։ 25-ամյա զինծառայողը վիրավորվել էր Որովայնի շրջանում ու մեկ ժամ անց մահացել հիվանդանոցում։ Արամը Աղավնաձորից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա։ Մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանին Մարտակերտում վիրահատելուց հետո տեղափոխել են Ստեփանագերտ, ապա Երևան, կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հովհաննեսը ստացել է գանգուղեղային ծանր վիրավորում, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքի։ Ապրիլյան քարորյա պատերազմում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգյանի արտասահմանում բուժվելու հարցը վերջապես լուծվել է։ Մինչև շաբաթվա վերջ նա կմեկնի Համբուրգ, իսկ ողնաշարային հատվածում ծանր վիրավորում ստացած մյուս զինծառայողին Ռուբեն Արաքելյանին արտասահման տեղափոխելը հնարավոր կլինի 2-3 շաբաթ անց, երբ նրա վիճակը մի փոքր կբարելավի։ Ապրիլի վերջին Իջևանի զորամասերից մեկում մահացած հայտնաբերված 18-ամյա Հովհաննես Պետրոսյանի հայրը բացառում է, որ որդին կարող էր ինքնասպան լինել։ Նախ նա չէր կարող 2 անգամ ինքն իր գլխին կրակել։ Բացի դրանից մի քանի օր առաջ Հովհաննեսը հոր հեռախոսով պատմել էր, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, իսկ ինքը թույլ չի տալիս, ինչի պատճառով էր նրանց միջև կոնֆլիկտ է առաջացել։ Նրանց սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս, ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել եւ վառել դրաշունը։ 24-ամյա Արսեն Մարգարյանը պատմում է, ինչ է տեղի ունեցել մայիսի 10-ին Լոռու մարզի Շնորհ գյուղում։ Պարզվում է, նա 56-ամյա Սուսաննա Գալինյանին բռնաբարել է սպանելուց հետո։ Սուսաննան նրա ազգականուհին էր, հոգեկան շեղումներ ուներ, ապրում էր միայնակ։ Կինը մերժել է սեռական հարաբերության առաջարկը, Արսենը խեղդամահ է արել նրան, ապա բռնաբարել եւ այրել անկողինը, սակայն հետքերը թաքցնել չի հաջողվել։ Հանգստյան օրերին 2 սպանություն է տեղի ունեցել Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում։ Գյումրիում հրազենից սպանվել է Դղյակ սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանը։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա մանկության ընկերը, նախկին հարկային տեսուչ Արմեն Փափազյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել։ Եվս մեկ սպանություն այս անգամ Եղեգնաձոր քաղաքում։ Ուշ երեկոյան վիճաբանությունը վերածվել է ծեսկրտուքի եւ դանակահարության։ 25-ամյա Սամվել Հովակիմյանը, որը պայմանագրային զինծառայող էր, մահացել է։ Եվս 4 երիտասարդ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ 2 շաբաթվա որոնումներից հետո 56-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին գտել են Վրաստանի տարածքում Քուրգետի վտակներից մեկում։ Լոռու մարզի Շնորհ գյուղի բնակիչը անհետացել էր մոր ինքնահողից հետո։ Գյուղացիները տեսել էին, որ նա ալկոհոլի ազդեցության տակ գնում է Դեբետ գետի ուղղությամբ։ Ասել էր, որ գնում է Նետվի գետը։ Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացնող Իվետ Ամուկուչյանը վերադարձել է Հայաստան։ Վաղ առավոտյան օդանավակայանում նրան դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ։ Չնայած մրցույթում մեր պատվիրակը 7-րդ տեղն էր զբաղեցրել, նա վստահեցրել է, որ շատ ջերմ ընդունելության է արժանացել Շվեդիայում։ Այնտեղ առաջի օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր 4 բոլորը, շատ տարբերվում էինք ամեն ինչով։ Հայաստանի անունը ծերից ծեր բարձր ենք պահել շատ։
Այսօր աննշան արժևորվել է միայն ռուբլին, մյուս 3 արտարժույթների փոխարժեքները նվազել են։ Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը 541, ֆունտինը 686, իսկ ռուբլունը 7.36 դրամ։ Երևանում մայիսի 17-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի մինչև 17, իսկ վաղը ցերեկը մինչև 28 աստիճան տաքություն։